Կերամա Մարացին իրականացնում է աշնանային ակցիա։ Անշունչ սալիկներին կյանք են տալիս դեկորատիվ էլեմենտները։ Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը աշնանային ոսկե զեղչեր, 25% զեղչ դեկորատիվ էլեմենտների համար։ Դուք կարող եք ստանալ անվճար դիզայն, ուր դեկորատիվ էլեմենտները կհաշվարկվեն 25% զեղչով։ Հիշեցնենք նաև արտոնյալ ապառիկ պայմանների մասին։ Կերամա Մարացի։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ և լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի և Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Ժամանակ աղբերներով Աղբերներով Էսի չարա, պաստորեն դու ես տարել, հա? Հիմա ես էտ հրշիկները ոնց տանեմ տեղը տնեմ Հակնվեք հետ ըսեք եկարը Ուրա բեր Որ գնաց հետդ կգամ Գիտեք չէ ինչերի եմ ընդունակ Էս ինչ արինք Ինչ սենքիրերը էշկիսիկի շատ լուրջ ապրանքը, հա? Դիասեմ ինքիդ ինձ պատրաստվի Ոյ ես ուտեմ քոյնեն է Ինչ ես մտածում գուլը, հա? Ասում եմ, ես կանում համար ենք աշխատում, չէ? Ոնց որ ասում են, ընգեր ենք, պիտի կաշենք։ Մենք հիմա չենք կարող չաշխատել գոլա, չենք կարող ծորակը պակել, որտեղ եթե պակենք, հանկարծ կտա միտեղից կպայթացնի ու այդ ամբողջ փողերը ուրիշի գրպանը գրծվեն լսում եմ մելիքսետ է թող ներս գա մելոնը ամուսնացել է ու եկել է ներեղություն խնդրի Բարև մելիքսետ Շնորհավորում եմ Մերսի Շնորհավոր եմ Մի բարձի ձերանակ Շնորհակալ եմ Նստի Չէ, մերսի, Վարդան Զավանիչ Ուղղակի կուզեի իմանայի մի ես պետք է աշխատիմ, թե չէ Իհարկե պետք է աշխատես Իհարկե Չնայած թողեցիր գնացիր առանց մեզ հարցնելու բայց մենք հիշաչար չենք ասա գոլը մենք հիշաչար չենք այսօր գնա հանգստացի վաղը Սուսաննայի հետ միասին կգաք աշխատանքի Ժորժետը, Ժանետը Սուսետը Մենակ իմանաս թե ում հետ ենք հանդիպում
Համբարձումի։ Այլ համբարձում։ Պատրաստ տեղի գալիս եմ քեզ վերցնեմ։ Ախր մխան իմանա։ Կարբի տենց տանը քնած են։ Պատրաստի գալիս եմ քո հետևից։ Լավ էլի։ Այ քուերը։ Էլիք հլը պաջում։ Պաջում, էլիք։ Քանիսն է։ 3-ը էլիք։ Այդքան քնել ենք։ Բա։ Завтра գիտ խորովածից զրկվար հել։ Завтра կհեչ։ Գործերը մնացին։ Միրիսուրվա առաջի գործը հմբույն մխկտասելն է։ Էլ սրանցի հանի։ Այդ բուտերբրոդին թողին վրա էլի։ Սաղ գիշեր չքնա դրա պատճառով։ Չփու։ Լավ էլի արա։ Դու Երենին տուն տարար։ Ապա թողեք մի քիչ ես քնեմ էլի։ Սմեմ Երենին տուն տարար։ Ահ։ Դե մարդ մուր չհանդիպեց ուրիշ։ Նի նկատի ունեմ փուրի կամ խաչապուրի չկար։ Չէ։ Մորս պայցալերև թե հավատում եմ։ Ներքին ձայնս ասում է, որ իդի իդ կումիրն էլ է։ Այդե ասում եմ չի եղա էլի, վայ։ Ես քեզ հավատամ, թե իմ ներքին ձայնին, որը երբեք ինձ չի դավաճանի։ Ում ուզում ես հավատա։ Լևուցը խոսը պետս։ Լոմիկ։ Ուրերը, Լոմիկ։ Հələ այդ երազը լոմիկ, պաուզատուր բան եմ ասում։ Տվիր։ Ախպերական ես մասնել նայեմ նոր։ Կողեր մեր անձնականի մեջ։ Բայց այդ անձնականի մեջ մտնել չի մելու, մենք իր աշխատողներն ենք։ Իր աշխատող վերցրա պաժակը։ Ուրեմն մեր բարձի ծերանանք, հետիք փոխաբերական իմաստով, իսկ ուղի իմաստով շատ լավ կեղնի, որ ամեն մեկից մեր բարձն ունանք, պես ավելի արմանը քները։ Ծելանք։ Ուր որ գնաս, հետդ կգամ, մոտդ կգամ։ Շատ ված եք սկսել աշխատել է։ Քանի խանութ արդեն ձեռներից էլ բաց եք թողել։ Դե այդ խանութները փոքր խանութներ են էլի։ Այ տղա, փոքր խանութը խանութ չի։ Կոլա ջան, նենշի որ մենք վատ ենք աշխատում։ Ուղղակի այդ խանութներում մեր ֆիրմայի երշիկը չեն ուզում։ Մի պարզ պատճառով։ Դե նենց արեք, որ վերցնեն։ Ես ձեզ քանի անգամ արդեն ասել եմ, որ ձեզանից է կախված։ Ֆրշտեյն։ Նստի։ Արա ով է սրանք վաբշե։ Չէին կարող մինաց հարցեր լուծեն, մենք ենք, հա մեղավոր։ Դե տղային թո հետա վրամի հետ խոսան։ Կամած։ Արա լավ է։ Մարդու հավեսնելա փախնում։ Մնաց են ուզում անեն մարդ թողես երկրից էթա։ Ուր գնաս։ Քոնը թողես գնաս ուրիշ տեղ ապրես։ Ուրա է իմ ուրա։ Քիչ խոսա է։ Արա բա էդ ի՞նչ ձև ախպեր, էդ ի՞նչ ձև կոլան մեր հետ խոսում։ Հեսա բռնելու են վրամի առաքշտերից սատկստը, որ մեր խանութները վաբշե ապրանք չտանեն։ Այդ լավ տղու քայլ է։ Բարի ուտես, որ էդ աշխատող քայլ է։ Մենք խուլիգան չենք։ Շատ ներվերներս կուտեն, դուս կգանք։ Արա լավ է։ Բանակում ավելի շատ բան է կարող անեք, քան ստեղ։ Գնացեք։ Արա տենը մեկ մի հատ հմբուն ինչ օիններից գլխներիս։ Թզբեխի նման մատների վրա խաղցնում ամեզ էլի։ Արա սաղ քշիր դրան սպասինք։
բանակում էլ էր տենց գիտեք, սաղին ֆրսենում էր արա։ Բայց ոնց դասավորվա, որ ես դրան էլի տեսա, դրա հետ էլի շփվում եմ, սաղորը իրար հետ ենք, ճակատագիրը ինչա, մարդ բան չի հասկնում։ Ապա ես մի հատ ճիշտ բան գիտեմ, որ ինչից փախնում ես դեմը տա գալի։ Դուզ ես ասում։ Դրա համար ճիշտն է նա, որ պետք է չփախնես։ Դու մերնեմ ես քո սերտին։ Արա вообще խիեք հետևը նստե մենակ։ Քելեք իրար հետ ընկերներ ենք, իրար կողքել ենք, էլի քելեք դեմը, կայնի ելը չպլե։ Այսից։ Բայց ես ո՞նց եմ քշելու։ Չասցա, չկա ընկերներին հասնելու։ Ինչ երեղ է որ հասնեի։ Իրանց համար հետևը հանգիստ նստած էին էլի։ Ինչ ճիշտ չի։ Մենք ընկերներ ենք, մենք պետք է միշտ իրար հետ ենք։ Քշի։ Ընդհանրապես կարելի է միշտ սենց նստել։ Բայց ոչ իմ տաշկի մեջ։ Լավ է էլի։ Իմ ախպերը, ջան, ախպերը, կեզ ուրբան, դու արևն ես, արևը կոտան, Abrir Եսի ճանապարհային ոստիկանության պետ ավտոտեսուչը։ Լեյտենանտ Հարությունյան։ Էս ի՞նչ է։ Որը։ Էս։ Ամրագոտի է։ Իսին թազիկից է ձյաց։ Բարը ձեզ։ Բարտական իրավունքդ բեր։ Քեզ թվում է, որ չխոսեի չէր ջոգելու։ Դե նա դիչի վրից ասա թփենամ ինչ ասում։ Չեք հա, վայ։ Ակտ եմ գրում։ Այ ախպեր ինչ ակտ այդ ցավդ տանում։ Հիմա ասենք ընկերներով տեղ են գնում, դրա համար բան ես անում։ Բայց ով է տեսե 4 հոգով դեմը նստեն։ Բան կար խոսալու, դրա համար դες քիփ ենք նստել։ Արա ակտ եմ գրում ախպեր։ Իել ոնց է գրում։ Հերու տարեք ես հերախոսները, ես ոչ մեկի հետ չեմ խոսալու։ Լսում եմ։ Գիտես որ չում ես կանգնացրել։ Հələ մի րոպե։ Բարև ախպեր ջան։ Պրոբլեմ ունեմ։ Հա, հեսատամ խոսա։ Հələ մի հատ ներկայացեք տեսնեմ այդ ով չի թողում որ ես մարդը գործանի։ Աշկերտները չես բերում, աստեղ կորեկտ տենանք вообще ով ես, հա։ Մի օր էլ ոնց որ վաշտով գնում ենք անտառ, նայում եմ ոնց որ մի հատ զույգ իրար հետ համբուրվում են, տղա ու աղջիկ, էլի։ Մեկ էլ էս տղեն աղջիկը աչքերը կապեց, ասեց հեսա գնամ մի հատ սուրպրիզ ունեմ անելու, էլի, գնաց մեքենայից որ ինչ-որ բան բերի, ես էլ ոնց որ ասեցի, որ այդ աղջիկը չսպասի այդքան, ոնց որ գնացի մի քիչ համբուրեցի, բան արեցի, մինչև այդ տղեն գա հասնի, էլի։ Չէ, ես էդի զուտ իրա համար եմ արել, ասի իմ աղջիկա չձանձրանա հանգարց, էլի։ Բայց տղեն քեզ բան չասեց։ Չհասցրեց։
Բայց աղջիկը հասկացավ, որ իրեն համբուրող ուրիշ մարդ է եղել։ Չէ, աղջիկը հասկացա, բայց չարտահայտվեց, է։ Բա Վարդանի մոտ ինչ ես աշխատում։ Վարդանի մոտ։ Վարդանի մոտ աշխատում եմ որպես Վարդանի աջ թեփ։ Մալադեց։ Ինչ եղավ։ Չէ, ոչ մի բան։ Ես չես սիրում, հա, տակ մնալ։ Ես ոնց հասկանանք քվուրնյակ։ Բայ, ապեր թող էլի, բա ինչ ես անում։ Մխո քեզ ինչ ես թույլ տալի։ Ու вообще դու հասկանում ես, որ դու հասարակական վայրում ես։ Կարևորը որ ինքս ինչ չեմ դավաճանում։ Ես ոնց հասկանամ իրեն։ Երեք քաջիկը այսօր հմբուն, վաղվա համար ինչ պլաններ կա, մարդկա ընտրած, թե օգնեմ այդ ընտրության հարցում։ Եթե կարաս, օգնի։ Ես կօգնեմ։ Ես էլ կարամ լիքը համարներ տամ։ Քեզ քաշում եք դե թող էլի, բայ։ Ինչ է, ես չեմ կարող նստել։ Հապեր չհասկացա, դուք կարաք սրա տակից դուրս գաք։ Արա ուրեմն մենք սաղ գիշեր նստենք, սպասենք խաբարի ու պարզվի սուտ ես ասում։ Չհասկացա, ոնց է սուտ ես։ Ես ասեցի, չէ, ապեր, սամալյոտը ապազդանի ա տվել։ Այդ ապրանքը իր գունը կլինի։ Ես կասեի այդ ապրանքը արդեն եղել է ու հենց հիմա իմ դեմը նստած է։ Չէ, ապեր, ապրանքը ոնց կարա նստի, ապրանքը կարա դրվի, կամ ասենք ինչ-որ։ Ես ամենայն հայոց կարբիտս, ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ քեզանով զբաղվելու լիազորությունը ամենայն հավանականությամբ կընկնի ինձ, ու այդ ժամանակ կլինի քո համբարձման երեկոն։ Վրամ, այն օրը մխոս ինչ ասի, որ լավ լինի։ Լավ կլինի, Մարգարիտա ջան, մի քիչ էր որ դիմանակ ամեն ինչ լավ կլինի։ Վրամ, ասում եմ մխոս, երեք, ինչ ասի, որ լավ լինի։ Մխոն ինչ ասի, որ ճիշտ ասած չեմ կարող ասեմ։ Ասում եմ, մամ, նենց եմ ուզում պապան իրա գործերից մի քիչ տա ես անեմ, ինքը հանգստանա։ Պատկերացնում ես։ Դե նես չի որ ես չեմ մտածում։ Ու նես չի որ տղես ուղեղ չունի։ Բանակն իրանը ամեն դեպքում արել է։ Արդեն ուղեղն աշխատում է, հասունացել է, առնականացել է, ու ամենակարևորը, որ էլ քրոջ միսը չի ուտում։ Թե չի միջը բանակ գնան իջեր այմար, իրար միս էին ուտում։ Ճիշտ ես։ Ասի տունել եք ասեմ քեզ։ Ես բրտի։ Ասի տունես։ Դու լետ կուղտ կորողին այլ։ Ող ասեք։ Ցիներսել են։ Ասի մտի սենյակը դուշ չգաս։ Նես չանեց ես քեզ դուրս չթողնեմ։ Ինչ է այդրա։ Ինչ եկել իրար միս ուտում։ Հա։ Պապանուշի կետ նստած էինք սրճարանում, եկավ հանեց բերեց տուն։ Հələ մի տոշնի պատմիս։ Լսի դու ամոթ չես անում այդ տղա։ Ամոթ քեզ մխո 1000 ամոթ։ Դե շել է որտեվ։ Ես էլ ասեմ տղես մեծացել է, գործա բանա, վրամ դու թող զբաղվի։ Հայ քեզ բանա, դու բացի ուղտ քորենուց ոչ մի բան չես կարող անես։ Մուրս պայծառ արև հերիքա ինչ ճնշեք, հա։ Ես ոչ եմ գիտեմ ինչ եմ անում։ Ես չպետք է թողեմ, որ իմ քվորնյակը այդ անուշիկի հետ ընկելու հիություն անի։ Չես կարա։ Հրանցի սենյակդ вообще։ Ես դե կանգնած եմ դուք էլի շարունակում եք, վերջացեք յա։ Ես քեզ հետո կասեմ։ Դու երբ, հենց ոնց է խոսում հետս։ Ես այն տղայնյակն եմ էլի, որ բանակ տեղ ինձ ոչ մեկը չի ասել մի հատ միտո բան, հենց նա եսի ոնց է խոսում հետս։ Այդ տղա, այս աղջիկը իրավունք չունի ընկերու հետ գնա սրճարան, հա։ Մնացածը դու ասա ես էլ ժամանակ չունեմ սանցել։ Մխո ջան, բալես։ Մխո ջան, բալես։ Այմեր դա պինդ ասում եմ, տղամարդավարի որ ես մարդիկ բախենան քեզնից։ Դեռ, անցեք դու, անցեք հարցերը տնուն լուծեք։ Ես կարևոր զանգ ունեմ։ Քեզ բան, բեզդարնի կակի արել։ Մի քիչ արագ քշել, հիմա ով գիտի խառնվել են իրար ընդեղ։ Կարող է գիտես անձնական վարորդն։ Իսկ Ալեշ Շատյանին մետնես չի խոսում։ Աչքից ընկերներդ գիտեն կո վարորդն եմ, չէ։
Չէ։ Չեմ հավատում։ Ասած կլնես, որ կովալորդն է։ Արևշատյանն է։ Չխոսես։ Ալո։ Վրեժ։ Հա, պարոն Արևշատյան։ Ուր ես, վրեժ։ Մեքենան տարել է ստուգեին, էլի։ 5 րոպեից տանը լինես։ 3 րոպեից տեղ եմ, Արևշատյան ջան։ Բայց Սոֆայից էլ էի ուզում տեսնել է։ Չլսեցին, որ ասի 3 րոպեից տեղ եմ։ Վայ, դե մի րոպեում մտնելու եմ դուրս գամ։ Չի լինի, վայ։ Իրեկունը չես ուզում հետս հաց ուտես։ Թույլ տեղս բռնել ես, հա։ Կես րոպեով մտնում ես ու դուս ես գալիս։ Հաց չկա։ Գացինք։ Սուս ինչ անես։ Այդ ինչ ձև ես քեզ պահում։ Թե որ գիտես, որ դրսում քեզ լսում եմ, ուրեմն էդ է։ Ասի սուս ատեսնյակը հլե ես կոմիրն է, բայ։ Յուրինջան, ցավդ տանեմ։ Դու ինչի չես ուզում հասկանաս, որ Անուշիկը չի կարա քեզ ընկերու ելի։ Էլ քեզ իրա հետ չտենամ։ Այդ մեկ, երկրորդն է դու տնից դուրս չես գալի, այսօր մնում ես տունը։ Էդ էլ երկու։ Ու ամենայն յանգեղծությամբ եմ ասում։ Եթե ուզում ես, դաժե կարաս վրես մարդ բերես։ Մենակ թե ասա, ғայդի նիսաններել են։ Հայր, նորմալ ամեն ինչ։ Լավ, թեթև տար, մի մտածի, եթե պետք լինի, ես քաջիկի հետ էլի ընկերություն կանեմ, որ քո համար լավ լինի։ Էդ էլ չի պետքի։ Լավ, հեսա գամ խոսանք։ Լավ։ Երկրորդ հարցը, որ ուզում եմ տամ քեզ, դու ինչ գործ ունես Իրենի հետ։ Հապեր, ես Իրենի հետ ոչ մի գործ էլ չունեմ ինձ, Անուշիկն է հրավիրել։ Անուշիկը քեզ ինչի է հրավիրել։ Թե երևի խփնվել է ինձ էլի։ Ապե դու սենց կինոներ տեսել ես, ասենք, որ վտանգավոր մարդկանց տանում միտև պահում են։ Չէ, ես տենց խուժանական կինոներ չեմ նայում։ Այդ խոժանական չի, թրիլեր է։ Ու դու ո՞նց ես դրա պատասխանը տալու։ Շուտ արա, ուր ես։ Իհավ քեզ հավաքի, հա։ Ասեցի շուտ կգաս, չէ։ Սուս ձեն չանես։ Ասա խցանումների մեջ ես։ Դու գիտես Արևշատյանը կարում ա լսի։ Ու դե պատասխանի, վայ։ Պարոն Արևշատյան, խցան։ Արա քեզ քանի ժամ լիս ասեմ։ Ով է ում վարորդը։ Ես եմ քո վարորդը, թե դու իմ։ Հարցիս պատասխանի։ Վրեժ պատասխանի հարցիս, ով է ում վարորդը։ Ես եմ քո վարորդը, թե դու իմ։ Բա որ դու ես։ Ինչի ժամանակին աշխատանքի չես գալիս։ Եթե հոգնել ես, ասա, այդ չեմ կարում, հոգնել եմ, Արևշատյան ջան, խնդրում ինձ ազատի աշխատանքից։ Արա ինչ եք տալիս երակներս պայթացնում։ Ինչի եք անիմաստ մազանորդներիս հետ խաղում։ Ինչի նորմալ չեք աշխատում, այդ տղա։ Թերատամներս եք հաշվել։ Չգիտեք, որ ես Արևշատյանս արդեն ինչերի եմ ընդունակ։ Այդ տղա, ուզում ես աշխատացնեմ ուրիշների նման փող չտամ։ Այդպես անեմ։ Հա, աշխատացնեմ փողը չտամ, բայց դե Պարոն Արևշատյան։ Արա ստոզ էլի, յա։ Ո՞նց անեմ, տենց անեմ արա, հա։ Արա, որ եկել կողքս կանգնել ես։ Ինչի չես ասում, որ եկել կողքս կանգնել ես։ Այդ տղա, ինչ ես փողերս անիմաստ քամուն տալիս, հա։ Նոր եկա, պարոն Արևշատյան։ Այսօր քանի լիտր բենզին ես ծախսել, հա։ Տղա, այս ամսվա աշխատավարձիցը սաղ պահելու եմ։ Այսինքն, այս ամիս փող չես ստանալու։ Քանի ժամ դի ես քեզ սպասեմ, հա։ Քանի ժամ։ Էլ չի կրկնվի, պարոն Արևշատյան, խոստանում եմ։ Այդ տղա, ավտոն ինչ էր տարել սարքելու, ինչ էր եղել։ Տղա, 20 քանի տարվա շոֆերս ես, այդ տղա, դու սարքի էլի, դու բզբզա էլի, ինչ ես փողերս անիմաստ քամուն տալիս։ Նորություն կա։
Չէ, Վարդան Զավարիչ, ամենտեղ նայել ենք, չկա։ Չել պատասխան։ Եթե համբարձումի հետ մի բան եղավ, ձեռից ես չես բարձանի։ Մանեք եք գիտեք! Տղեկ ջան, ապեր ձեր խաղը շաքարով կտրեմ էլի, ասում եմ, ես ստեղ երկար եմ տենց անկապ նստելու, հա։ Միջև որ մխոնգա ասի մեզնից ով ազբաղվելու քեզնով։ Հա այդ կտրվածքով։ Չէ, դե ուղղակի ասում եմ կարող է մի քանի րոպեից մի քանի հատ ջղային տղաներ գան, էլի դրա համար թե չէ։ Մենք էլ կակրաս սպարապ էինք մնացել համբարձում։ Հարց չկա Լոմիկ ջան, հարց չկա իմ աղբեր։ Չպատասխանես։ Հարց չկա ապեր ջան։ Հա, բան իմացար։ Ինչ իմանամ։ Որտեղից իմանամ եւ իդերշու ինչու իմանամ։ Բայց իմանան կարող է մեր երեխու մի փորձանք ապատա։ Ոեք, սաղին փորձակի մեջ գցի, բայց ինքը չի ինքնի արխային։ Դե գոնե տուն մտիր։ Մեծ սիրով։ Քանի հետ չի եկել, մի քիչ հանգստանանք։ Մարդուն ուղարկում են գյուղ, չորդ ես նայի դուր։ Երևի այդ Վարդանի մոտ է գնացել։ Բայլուն պետք է գնա։ Չէ, իմ ոտ էլ դրաստան չի լինի վերջ։ Ոնց։ Բա թողենք երեխեն վատ շրջապատ ընկնի։ Չէ, թողենք ինձ ամեն անգամ տանեն այդ մութ սենյակ։ Ասում էի չէ, որ համբարձումին պետք չի տեղ հրավիրել։ Ափսոս է կան խանգարեցին, չէ։ Դու տես, ես ինչ առաքինի աղջիկ եմ դառնալու։ Ինչի մինչև հիմա առաքինի չէիր։ Դե մխոյի չափանիշներին համաձայն։ Հիմա ինչ ես մտածել։ Եկեք նստեք։ Տղեկ, ես ինչ եք անում։ Թե կարծում եք ես ախրանիկ չունեմ, հա։ Դուք կարաք իմ դեմը փակեք, հա։ Մենք ձեր դեմը չենք փակում։ Բա առաքիչներիս հետ ինչ գործ ունեք։ Ախպեր, մի անգամ արեցիք, ներեցի։ Սի ոչինչ, տղա են դե հիմա։ Բայց այսօր նորից է կրկնում, հա։ Ոնց հասկանանք։ Պարոն Արևշացյան, բայց ճիշտ է որ արդեն շատ խանութներ մեզանից ապրանք չեն վերցնում։ Քո ինչ գործն արա։ Դա քեզ վերաբերում, հա։ Դու դրա մասին շեֆդ մտածի։ Հրե դու, հո ես չեմ դնելու ձեզ բացատրեմ, թե ես ինչ եմ անում, խի եմ անում, ոնց եմ անում, ում հետ եմ անում եւ ընդհանրապես։ Տղեկ, եկեք այս հարցի շուրջ լուրջ չհանդիպենք։ Դե ճիշտ է էլի ասում մարդը, ես էլ եմ քեզ նույն բանը ասում։ Արդե ոնց է ճիշտ ասում, չէ՞ կարա մի քիչ հանգիստ ասել։ Չէ, չէր կարա։ Իրա ձենը հիմա տակ ջեբից է դուրս գալիս։ Լտո փորձվեն այդ կոլյանք մատնել աշխատավարձին կպնեն։ Ինչ պիտի անես։ Շատ գործից դուրս գաս կատաղությունը մեջ է։ Այդ կատաղությունը գիտես, չէ՞ ինչ վատ բան է։ Առողջությունդ շարքից լրիվ հանում է։ Ախ կարա։ Ով կմտածեր որ բանակի կյանքը ավելի լավ է։ Առել չեմ դիմանում, ներվերս էլ չի երիքում։ Ես առանց քեզ չեմ կարող ապրել։ Ես էլ։ Ես կյանքում չէի մտածի, որ կսիրահարվեմ քեզ։ Ես ուզում եմ, որ մենք նշավենք։ Լուրջ ես ասում։ Հա։
Դուք եք սիրում հա այս օբյեկտը։ Իսկ ինչ-որ բան պատվիրել եք արդեն, թե մատուցողուն ասեմ գա։ Չէ, մեզ բան պետք չի։ Մի խոսքով ամեն ինչ լավ է, ձեզ լավ եք զգում։ Շատ։ Դե լավ է։ Իսկ պետք է այս լուսերը անջդեմ մի հատ նաչնիկ միացնեմ, ես եմ մեղմ պարեմ։ Կուզես։ Արա, այս սիրը հրվաս պատանի։ Յա։ Մի րոպեով դուս գաս, բան կասելու։ Կներես ցավը տանեմ։ Մի րոպեով դուրս գամ, հա։ Շուտ կգաս։ Լավ։ Այսա գալիս է։ Սաղ սիրը, այդ էմոցիաներդ հավաքի կուտակի, որ հենց գա գզես։ Սութի սիրը հրվաց, ես ուրիշ լրվեսնելու տեղ չունեք, կարող է ջունգել ես ես տունը ձեր համար սիրը հրների այգինա, ես են ես սիտեմ, պտի գամ ծլվալամ ձեր համար, Դե անուշիկի իրենին պտի գարտենար, ոնց որ իրար հետ եկանք, որ բան ասի ու գնանք էլի։ Դու լսի քեզ ինչ եմ ասում, ես քո ցերեկով անցած ճամփեքը մթով եմ անցել, բալիկ ջան, հերիքա աշկերից թոզ փչես արա, թե չկտանեմ հյուսիսային բողոտը կտենաս թոզը որն է։ Բայց ինչ ենք թոզ փչում, որ սիրում ենք, չասենք սիրում ենք։ Արա դու ինչ ես խոսում, այ դուրում, ինչ ես բոցկլտում, արա։ Ասում եմ սիրում ենք, ու արդեն նշանվելու մասին ենք մտածում։ Դու գնացեք ձեր տները նշանվեք, արա, սենց որ եթե ձեր առաջի քշերն եք ուզեք ստե նշեք, կրակն եք ընգերը։ Ապեր դե սա անուշիկի իրենին տենա գնանք էլի, վայ։ Անուշիկի իրենին չի տենալու, արա, մորացի էտի։ Արա բանակ տեղ սենց պադոշ չիր, ես ինչ ես դարի, արա։ Ես պադոշ եմ։ Ես 5 րոպեից գամ ու մեր հյուրասենյակում սիրը հարված զույգ չտենամ, արա։ Ու էլի եմ քեզ ասում, եթե հանգարց օրերից մի պայծառ օր պարզվեց, որ դու քո զգացմունքների իմ քվորնյակի հանդեպ ես ստացում, այդ օրը ռեսկի իրա պայծառությունը կկորսնի քո համար, հասկացար։ Հա, հասկացա, արժ չկա, այ։ Ուշադիր լսի, մինչև Անուշիկի մատին մատնիկ չդնես, ես ես բլեֆներին հավատացողը չեմ։ Փողերս է վաղը բերես տաս, վաղը վերջի օրն է։ Հանգստացի, բան չկա։ Ամեն ինչ քո սրտով ա լինելու։ Բայց երբ։ Սկզբից դրա ընկերության ոտը պետք է կտրենք ես տնից։ Այդ լակտիների, որ մի խոսքով։ Այս Անուշիկի հետ էլ քիչ շփվի։ Դե ես այդ անում եմ նրա համար, որ Ես գիտեմ ինչի համար ես անում, բայց դե մարդ ես էլի կարող է շատ շփումից սիրահարվես։ Չէ, վայ։ Տղա ջան, ես քո լուսով անցած ճամփաները մութ ժամանակ վազելով եմ անցել։